Կոտայքի մարզի Գողթ գյուղի հարևանությամբ Ազատ գետի վերին հոսանքում աչափին գտնվում է Հայաստանի հոգևոր կարևոր կենտրոններից մեկը՝ Վեհաշուկ միջնադարյան համալիրը, Գեղարդավանքը կամ Այրիվանքը։ Գեղարդավանքում հիմնական ուխտագնացության օրերն են Վարդավառի ու Աստվածածնի վերափոխման տոները։ Շատերն այս ավանդույթը կապում են հայերի նախաքրիստոնեական դավանանքի հետ։ Ավանդությունը փաստում է, որ Այրիվանքի մենաստանը հիմնադրվել է այսպես կոչված հայոց մեծ դարձից հետո 4-րդ դարի սկզբին։ Վանքի հիմնադրումը վերագրվում է հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին։ Ընդունված տարեթիվն է 301-ից 325 թվականները։ Արևելյան կողմի քարայրի ճակատային հատվածում կա մի փորագրություն՝ Սուրբ Գրիգոր հայոց Լուսավորիչ։ Այրիվանքի հետագա բարգավաճումը կապված է Սահակ Պարթևի անվան հետ։ Այրիվանքը կամ Գեղարդավանքը հիշատակվում է դեռևս վաղ միջնադարում եւ ըստ ավանդության այստեղ առաջին կառույցները հիմնվել են Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Սակայն ցավոք այսօր մենք գրեթե ոչինչ չունենք վաղ միջնադարից եւ հետագա հիշատակումները վանքի հետ կապված են արդեն Բագրատունյաց շրջանի հետ, երբ Բագրատունի թագավորները վերականգնեցին երկրի անկախությունը եւ արդեն կարողացան որոշակի անդրադառնալ նաեւ երկրի ինչպես տնտեսական, քաղաքական բարելավմանը, այնպես էլ տարբեր կառույցների վերականգնմանը, վերաշինմանը։ Վանական համալիրը կազմված է մի քանի հատվածից, կարևորագույն հատվածը իհարկե գլխավոր հատվածը դա հենց եկեղեցին է, կաթողիկ եկեղեցին իր հայտնի գավիթով, որը եւս բավական ուշագրավ է իր ճարտարապետական տեսքով, կառուցվածքով եւ իհարկե ճարտարապետական այս համալիրի կարևորագույն մաս են կազմում եւ ամենագրավիչ կարելի ասել մաս են կազմում հենց ժայռափոր հատվածները, ժայռափոր եկեղեցին, ժամատունը եւ իհարկե տապանատուն դամբարանը, որը կապվում է իհարկե Պրոշյանների հետ։ Գեղարդավանքի վիմափոր կառույցները ներթափանցող ստորգետնյա ջրերից զերծ պահելու համար վանքի հյուսիսային կողմում նրա ողջ երկարությամբ կառուցվել է թունելախորշ, որով ջրերը հավաքվում եւ թափվում են Գողթ գետակը։ Այստեղ եղել են մի քանի տասնյակ քարայր խցեր, որոնց պատճառով վանական համալիրն անվանակոչվել է Այրիվանք։ Ասում են, այդպիսի ճգնարաններից մեկում երկար ժամանակ ապրել է նաեւ Գրիգոր Լուսավորիչը։ Այստեղ ճգնավորական կյանք են վարել նաև Ներսես Մեծը, Սահակ Պարթևը, Հովանես IV Օվայեցին եւ այլոք։ Այնուամենայնիվ, վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, ուստի այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Герард находится на том месте, где до христианства находилась языческая святыня. Этому подтверждение и родник священный с целебной водой, и пещеры в этих сумасшедше красивых скалах. И очень, к сожалению, мало информации сохранилось об этом, но мы знаем, что, конечно же, это была языческая святыня Армении. И уже в IV веке туда пришел Григорий Просветитель, который приходил в самом начале в самые сильные языческие места для того, чтобы там построить христианский храм. Так и случилось. Գեղեցկատես այս համալիրը կոչվել է նաև Գեղարդավանք, որովհետև դարեր ի վեր այստեղ է պահվել Թադեոս Առաքյալի ձեռամբ Հայաստան բերված այն գեղարդը, որով Գողգոթա լեռան վրա հռոմեացի զինվորը խոցել է խաչված Հիսուսի կողը։ Գեղարդն այժմ գտնվում է Վաղարշապատի թանգարանում։ 13-րդ դարում մենք այստեղ հիշատակություն ունենք, որ պահվում է վանքում գեղարդը։ Ինչպես գիտենք, գեղարդը այն զենքն էր, որով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուս Քրիստոսի կողը, փորձելով ճշտել Աստվածը թե մարդ։ Եվ տարբեր տեղեր, այսպես ասած, գեղարդը շրջագայելուց հետո հասնում է Հայաստան եւ Հայաստանում արդեն հանգրվանում է Գեղարդավանքում։ Գեղարդավանքում հանգրվանելու արդյունքում էլ հենց վանքը շարունակեց կոչվել Գեղարդավանք եւ շատ կարեւոր իր դերն ունեցավ միջնադարյան Հայաստանի մշակութային կրթական համակարգում։ Թե որտեղ է Թադեոս Առաքյալից հետո
պահվել Գեղարդը, պատմությունը դրա մասին լռում է։ Միայն Ստեփանոս Տարոնացին է հիշատակում, որ Գեղարդը պահվել է Աշարինյաց գավառի Կամրջաձորի հայտնի վանքում, մինչև սելջուկ թուրքերի արշավանքները։ Եվ ավանդությունը պատմում է մեզ, որ սելջուկների արշավանքների ժամանակ այդ վանքում պահվող սուրբ նշանը, այսինքն խաչափայտի մասունքը եւ Գեղարդը դնում են սափորի մեջ եւ թաղում են վանքի դիմաց գտնվող Գողգոթա կոչված վայրում, որը հետագայում ստանում է Խաչկյուտ անվանումը, եւ այնտեղ մնում է 177 տարի, այսինքն 177 տարի անհայտ է մնում Գեղարդի գտնվելու եւ սուրբ նշանի գտնվելու վայրը։ Վանական համալիրը մինչ քրիստոնեության ընդունումը դարձյալ եղել է սրբատեղի, որտեղ բազում ուխտագնացություններ են կատարվել։ Շատերը պնդում են, որ Գրիգոր Լուսավորիչը ոչ թե նոր վանք է կառուցել, այլ հենց այդ սրբատեղին է վերափոխել քրիստոնեական ժամադան։ Հետաքրքիր է, որ այս վայրը դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից եղել է սրբատեղի, սրբավայր։ Այստեղ են հաճախել բազմաթիվ ուխտավորներ մինչ քրիստոնեության հաստատումը Հայաստանում։ Նախաքրիստոնեական հետքերից է նաև վանքի գլխավոր գավթի ներսում մինչ այսօր պահպանված սրբազան աղբյուրը, որի հրաշագործ զորության մասին անթիվ պատմություններ կան։ Բժշկվել են բազում հիվանդներ, մայրացել շատ անպտուղ կանայք, իրագործվել են անհամար իղձեր ու առ Աստված հնչած աղոթքներ։ Մենք հայերս ունենք հետաքրքիր ու վաղնջական մի սովորույթ։ Սրբազան վայրերում ընտրված հատվածի ուղղությամբ նետում ենք փոքրիկ քարեր, մտքում իղձ ու երազանք պահելով եւ վստահ լինելով, որ ամենատես Աստված լսում ու կատարելու է մեր սրտի բոլոր փափագները։ Գեղարդավանքում նույնպես գործում է այդ հրաշալի ավանդույթը։ 1215 թվականին, երբ կառուցվում է կաթողիկե եկեղեցին, ուրեմն դրանից անմիջապես 2 տարի հետո վանքի միաբանները համախմբվում են եւ Աբել Գրչի եւ Սարգիս Ծաղկողի ձեռամբ ստեղծում են շքեղ նկարազարդ մի ավետարան, որը պարունակում է Քրիստոսի կյանքի տարբեր դրվագներ եւ այս ձեռագրում հետաքրքիրն այն է, որ պատկերագրությունը մանրանկարների հիշեցնում է կիլիկյան արվեստը, կիլիկյան մանրանկարչական դպրոցը, բայց ոճը արդեն տեղի առանձնահատկություններն ունի։ Վանական համալիրի կառուցման մասին կա նաեւ հետաքրքիր ավանդություն։ Ըստ որի ազնվական տոհմի մի քույր ու եղբայր որոշում են թողնել աշխարհիկ կյանքն ու անձավի մեջ վանք կառուցել։ Այդ ցանկությամբ աղոթում են Աստծուն։ Աստված լսում է եւ օգնում նրանց ժայռի մեջ սրբատեղի կառուցել, որտեղ նրանք ապրում են մինչեւ իրենց վերջին շունչը։ Համալիրի հնագույն կառույցը գտնվում է Պարսպապատից դուրս արևմտյան կողմում։ Դա 12-րդ դարի կիսաժայռափոր մատուռն է։ 13-րդ դարում ձևավորվել է հիմնական հուշարձանախումբը, որի մեջ մտնում են գլխավոր եկեղեցին, կաթողիկեն, կից գավիթը, 2 ժայռափոր եկեղեցիները, ժամատուն դամբարանն ու խուցերը։ Այն իսկապես առանձնահատուկ տեղ ունի հայկական ժայռակոպ արվեստում։ Գլխավոր եկեղեցուն կից հյուսիսային հսկա ժայռի տարբեր մակարդակներում փորված է մի ամբողջ հուշարձանախումբ, վերևում 2 փոքր եկեղեցի եւ գավիթ, ներքևում սյունազարդ ժամատուն դամբարան։ Վանքի շրջակայքում շատ են նաև բարձրարվեստ հայկական խաչքարերը։ Այստեղ մենք կարող ենք տեսնել նաև պատերին գեղաքանդակ տարբեր խաչքարեր եւ այստեղ հատուկ ուզում եմ ընդգծել, որ վանքում այդ ամբողջը ստեղծել է Գալձակ ճարտարապետը, որը իր անունը թողել է հենց վանքի պատերին, խնդրելով հիշել իրեն եւ կարծում եմ այդ Գալձակ ճարտարապետը մեր միջնադարյան ճարտարապետների շարքում լավագույններից մեկն է, որը կարողացել է նախագծել եւ իրականացնել նման օրինակ մի հրաշք։ Мало где можно увидеть хачкары. Хачкары — это такие армянские крест-камни. Они имеют очень сакральное значение, и мало где можно их увидеть вырубленными прямо в толще скалы. Их туда не принесли. Их не могут унести, потому что они находятся просто в скальных массивах Гегарда. И в таких невероятных местах, когда ты поражаешься, как человек мог себе позволить, как он мог вообще это сделать, где-то наверху скалы вырубить
Хачкар, который восхищает нас сегодня, людей 21 века, и очень многие вещи мы не понимаем, каким образом действительно. Գեղարդավանքը բազում երկրաշարժեր ու ասպատակություններ է տեսել։ Բագրատունիների թագավորության ժամանակ, երբ արդեն վերականգնված էր հայոց պետականությունը, մեր երկիր ներխուժած արաբական զորքերը կողոպտել են Այրիվանքը։ Դարերի ընթացքում բազում արշավանքների է ենթարկվել, առավելապես ազդել է արաբական արշավանքը, սելջուկյան արշավանքները։ Հայտնի է, որ 926 թվականին վանքը թալանվել է եւ այդ թալանի մաս են կազմել նաեւ վանքում պահպանված եւ գրված ձեռագրերը։ Ուրեմն մատենագրական ժառանգությունը 9-րդ դարից առաջ ներառյալ նաև 10-րդ դարը մեզանում գրեթե ոչինչ չի պահպանվել այդ տարածքից եւ Գեղարդավանքի կամ Այրիվանքի վերածնունդը երկրորդ զարթոնքը պայմանավորված է արդեն սելջուկյան արշավանքների ավարտից հետո երբ Իվանե Զաքարյանի իշխանության ներքո է անցնում վանքը իր գից տարածքների հետ միասին եւ արդեն 12-րդ դարի վերջից մենք ունենք մատենագրական կարևոր ուշագրավ նմուշներ մեզ հասած դրանցից օրինակ 1190 թվականի տոնապաճառ ժողովածուն որը պահվում է մատենադարանում եւ բովանդակում է հայ եկեղեցական տոների, սրբերի հիշատակության օրերի, նաև պահոց ընթերցվածքների մեկնաբանություններ, վարդապետական վերլուծություններ։ 11-րդ դարի առաջին կեսին Բագրատունիների թագավորությունն անկում է ապրում, որից հետո բյուզանդական կայսրության ու սելջուկյան սուլթանության ազդեցության տակ են հայտնվում պատմական Հայաստանի տարածքում մնացած իշխանական ու թագավորական տոհմերը։ Նույն ժամանակահատվածում հզորանում է Վրաց թագավորությունը, որի գահը պատկանում էր հայկական ծագում ունեցող Բագրատունիներին։ Վրաստանն ինքնավարություն ձեռք բերելով գերիշխող դեր է ստանձնում Հարավային Կովկասում։ Այդ շրջանում Վրաստանից ֆեոդալական կախման մեջ էին նաև մի շարք հայկական իշխանական տոհմեր՝ Տոփյանները, Վաչուտյանները, Պրոշյանները, Հասան Ջալալյանները եւ այլոք։ Վրաց Բագրատունիների դինաստիայից գահակալ Դավիթ Շինարարը կարողանալով վերացնել արաբական ամիրայությունը մի քանի անգամ փորձում է ազատագրել նաև հայոց նախկին մայրաքաղաք Անին, սակայն դա նրան չի հաջողվում։ Դավիթ Շինարարի կիսատ գործը ստանձնում է Թամար Թագուհին, որի հրամանով Սարգիս Զաքարյանի որդիները Զաքարե Ամիրսպալասարն ու Իվանե Աթաբեկը հայկական զորաջոկատների գլխավորությամբ ազատագրում են Արևելյան Հայաստանը, ինչի հետևանքում ձևավորվում է Զաքարյան իշխանապետությունը։ Եվ ահա խաղաղության ու վերելքի պայմաններում սկսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, կառուցվում, վերանորոգվում են եկեղեցիներ ու վանքեր։ Վանական համալիրն իր զարգացման գագաթնակետին է հասել Զաքարյան իշխանապետության օրոք։ Այստեղ պահպանված ամենահին կառույցը Սուրբ Աստվածածին եռահարկ կիսավիմափոր եկեղեցին է, որ կառուցել են Զաքարյանները։ Քարայրերի վրա ձևավորված, սկզբնավորված, այսպես կարելի է բնութագրել, որ վանքային համալիրը 13-րդ դարի առաջին քառորդից սկսած, ուրեմն սկսեց ձևավորվել եւ վերել կապրել արդեն մեր համատարած ժամանակաշրջանին բնորոշ վանքային համալիրների ճարտարապետությանը բնորոշ ուրեմն կառուցվածքով։ 13-րդ դարից Գեղարդավանքն անցել է հայոց իշխան Զորավար Իվանե Զաքարյանի տիրապետության տակ։ 1215 թվականին Բարսեղ վարդապետի վանահայրության օրոք սրբատաշ տուֆով կառուցվել է Գեղարդավանքի գլխավոր կաթողիկե եկեղեցին։ 1215-ից 25 թվականներին կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմին կից կառուցվել է կենտրոնակազմ 40 գավիթ, որն ունի երկհարկ ավանդատներ, որոնցից մեկը նվիրված է Թադեոս Առաքյալին։ Հիմնականում տարածված գավիթները ունենում են քառալանջ ծածկեր, ուրեմն քառաճակտոն հորինվածքով, սակայն Գեղարդի ուրեմն գավիթը պատկանում է այն խմբին, որ ունի ուրեմն հորիզոնական ուղղակից բարակեցով պտտվող քառակուսում մոտ քիվերով արտվող ծածկ, որի վրա ուրեմն նստում է բրգաձև ծածկը կենտրոնում մի փառահեղ երտիկով եւ այստեղ այս կառուցվածքը հետազոտողների մի մասը զուգահեռներ իրավացիորեն զուգահեռներ են անցկացնում մեր հայկական ժողովրդական ճարտարապետության ակունքների հետ, ասել է թե ուրեմն գլխատան կառուցվածքը, որը նույնպես կենտրոնում ունեցել է փայտաշեն
ուրեմն 4 սյուներ, վերևում հազարաշեն երթիկ։ Այս տիպը փաստորեն Գեղարդի վանքում, ինչպես նաև այլ գավիթներում մենք ունենք զարգացած արդեն քարի ճարտարապետությամբ արտահայտված ձևերով, որը շատ հզորագույն քարի ճարտարապետության օրինակ է։ Երթիկը այստեղ 4 հզոր սյուների վրա հանգչող քառակուսի հիմքով երթիկը պսակված է հայկական ճարտարապետության մի տիպիկ, ուրեմն դեկորատիվ հարդարանքով, ստալակտիտավոր երթիկով, ու հայերեն թարգմանաբար շթաքարային, այսպես ասած, որը օրվա տարբեր ժամերին լույսի խաղերը այդ շթաքարային ուրեմն կառուցվածքի մեջ ստեղծում են շատ բազմապիսի ուրեմն ասոցիացիաներ։ Հետաքրքիր է նաև իր կառուցվածքային լուծումներով այդ ժայռափոր եկեղեցու գմբեթի հատվածը, նաև գավիթում կարելի է նույն լուծումները տեսնել, այդ ստալակտիկային լուծումները եւ բացվածքը երթիկային, այսպես ասած օկուլուսային, որը հատուկ է եղել նաև նախաքրիստոնեական ճարտարապետությանը եւ արևելքում եւ արևմուտքում։ Ինչենք օրինակ հռոմեական Պանթեոնի տաճարը, որը եւս այդպիսի հետաքրքիր բացվածք ունի եւ նման երթիկները հայկական լեռնաշխարհում թե տների ճարտարապետության մեջ, թե այլ կառույցների բավական տարածված են եղել եւ փաստորեն այդ հնամենի ճարտարապետական ավանդույթները նաեւ կարելի է տեսնել թե գավիթի եւ թե այս համալիրի կառուցվածքներում։ 1240-ական թվականներին Պրոշյան իշխանը Իվանե Աթաբեկի որդի ավագից գնել է վանական համալիրը տոհմական տապանատուն դարձնելու նպատակով։ Հենց այդ ընթացքում Պրոշյանների նախաձեռնությամբ էլ նորոգվել է եկեղեցին։ 1257-ից 1258 թվականներին Այրիվանքի եկեղեցին նորոգվել է հայկական իշխանական տոհմի Պրոշյանների կողմից։ Հենց այդ ժամանակ է, որ խորանի կենտրոնում պատկերվել են Աստվածածինը, Մանուկ Հիսուսը գրկին, երկու կողքերին հրեշտակներ, իսկ առաստաղին Պրոշ իշխանի եւ նրա ընտանիքի խմբանկարը։ Ցավոք պատկերները ժամանակի ընթացքում վնասվել են։ Պրոշ իշխանը հատուկ պահարան է պատրաստել տվել Սուրբ Գեղարդի համար, իսկ հետագայում կառուցել նաև Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող խաչվող կամարներով ժայռափոր առաջին եկեղեցին, որի հյուսիսային պատի տակ բխում է հրաշագործ համարվող աղբյուրը, պահպանված ու պաշտված դեռ հեթանոսական ժամանակներից։ Հետաքրքիր է, որ այս վայրում կա հենց այն աղբյուրը, որը հիմա գտնվում է հենց ժայռափոր եկեղեցու այդ հատվածում, որը մինչ օրս հավատացյալների համար բուժիչ է իր հատկություններով եւ բազմաթիվ հավատացյալներ, հիվանդներ գալիս են հենց Գեղարդավանք, Այրիվանք այդ բուժիչ ջրով, այսպես ասած, բուժվելու եւ նաեւ իրենց հետ տանում են եւ կարելի է ասել, որ այս երևույթը, այս ավանդույթը չի ձևավորվել հենց քրիստոնեության ժամանակներում եւ թերևս կապված է նաեւ նախաքրիստոնեական ավանդույթների հետ։ Նաեւ այդ նախաքրիստոնեական ավանդույթների հետ կարելի է կապել այն սովորույթը, որ Գեղարդավանք են հավատացյալները հաճախում այնպիսի տոնական օրերի տոների, որոնք հենց հեթանոսությունից են գալիս։ Այդ տոներն են օրինակ Վարդավառը, Աստվածածնի հետ կապվող խաղողորնեքի այդ օրը, որը թերևս նախաքրիստոնեական ժամանակներում եւս եղել է այն սրբազան տոների այդ ժամանակահատվածը, երբ ուխտավորները այցելել են այս վայր։ Եվ փաստորեն քրիստոնեության ընդունումից ու հաստատումից հետո էլ այս վայրը մնացել է ուխտատեղի եւ դարձել մեր միջնադարյան ճարտարապետական լավագույն համալիրներից, վանական համալիրներից մեկը։ Պրոշ իշխանի նախաձեռնությամբ է կառուցվել ժայռափոր տոհմական տապանատունը, որի պատին նրանց տոհմի զինանշանի քանդակն է։ Եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծի, նրանցից ներքև արծիվն է, ճանկերում գառնուկ։ Զինանշանի հարագից տարածքում, հատկապես արևելյան հատվածում, պատերը ուրեմն քանդակված են գեղաքանդակ խաչքարերով, զարմանահրաշ դեկորատիվ ուրեմն հարդարանքով, որոնք շատ բնորոշ են ուրեմն Գեղարդին, այստեղ հանդիպում ենք նաև ժայռերի մեջ ագուցված առանձին որագրված խաչքարերի։ Այսինքն այստեղ խնդիր ունենք մի քանի ոճային, ասեմ, թե կառուցվածքային, թե ճարտարապետական լուծումների հանջարեղ համադրության։ Այսինքն ունենք վերկետնյա կառուցումներ, այնուհետև ժայռափոր, ուրեմն ինտերիերային հզոր ուրեմն միջավայր եւ այդ միջավայրում ունենք առանձին ուրեմն քանդակած խաչքարային կամ քանդակային էլեմենտներ ընտելուզված ուրեմն ժայռերի մեջ եւ ունենք անմիջապես ժայռերին
ժայռերի վրա փորագրված հատվածներ։ 1288 թվականին Պրոշիշխանի որդի Պապակը եւ նրա կին Ռուզուքանը Գեղարդավանքի համալիրի հյուսիսային կողմում ժայռի վերին մասում կառուցել են 40 գմբեթից լուսավորվող խոշոր ժամատուն։ Դարերի ընթացքում վերակառուցվելով ու վերականգնվելով Գեղարդավանքը ծառայել է որպես հայոց կաթողիկոսների ամառային ոստան նստավայր։ 1679 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցած Գառնի երկրաշարժի ժամանակ ժայռերից բեկորներ են թափվել, ավերելով ու ծածկելով Գեղարդավանքը։ 20-րդ դարի երկրորդ կեսին մեծ քար է պոկվում այդ ժայռից եւ ընկնում ցած, իսկ ներքևում բազմաթիվ մարդիկ, զբոսաշրջիկներ եւ այլն, բայց քարը ոչ մեկի չի վնասում։ Սա եւս այն հրաշքներից մեկն է, որ այս տեղանքում կատարվում։ Այդ քարը մինչ օրս գտնվում է Բաքում վանական համալիրի եւ բոլոր մարդիկ, ովքեր այցելում են վանական համալիր, այսպես ասած նկարվում են այդ քարի հետ, որը կարելի է ասել այսպես հրաշքով ոչ մեկի չի վնասել։ Հետագայում կաթողիկոս Գևորգ IV Կոստանդնուպոլսեցու հրամանով վանահայր Ռաֆայել Շիրակացին կառուցել է Գեղարդավանքի դպրոցը, իսկ 1932 թվականին Թորոս Թորոմանյանի ղեկավարած արշավախումբը Գեղարդավանքի արևմտյան կողմում ժայռի թեք լանջին պեղումներով բացել եւ ուսումնասիրել է վիմափոր խոշոր դահլիճ ուղղանկյուն հատակագծով, քանդակազարդ որմնասյուններով, որը Պրոշիշխանի օրոք կառուցել է Մկրտիչ անունով մեկը։ Ես կառանձնացնեի նաև Մխիթար Այրիվանեցու գործունեությունը, որը լինելով Հովանես Վանականի եւ Վարդան Արևելցու դպրոցի շարունակողը, գիտամանկավարժական մեծ գործունեություն է ծավալում Այրիվանքում 13-րդ դարի երկրորդ կեսին։ Ուրեմն Այրիվանքի մեծ ուխտն է նա հիմնում եւ այստեղ գրում է կարևոր մի աշխատություն, նա կազմում է հայկական բարձրագույն վարդապետական դպրոցների ուսումնական ծրագիրը, դրանց համար կիրառվող գրականությունը, որ կոչվում է Կարգավորություն սրբոց գրոց եւ այն այնքան կարևոր աշխատություն է եղել, որ թարգմանվել է նաեւ տարբեր լեզուներով։ Մխիթար Այրիվանեցին հեղինակել է նաեւ բազմաթիվ տաղեր, գանձեր նվիրված Սուրբ Երրորդությանը, Ռիփսիմյաց կույսերին, Սուրբ Սահակին եւ Մաշտոցին։ Նա գործուն մասնակցություն ունեցել նաեւ Հայրեն Ծիսամատյանների բովանդակության բնագրային կազմության ձևավորման փուլում, օրինակ գրել է աղոթքներ Մաշտոց Ծիսամատյանի համար, աղ օրհնելու, խունկ օրհնելու աղոթքները հեղինակել։ Ամենայն հավանականությամբ այստեղ են գործել 8-րդ դարի նշանավոր Հովանես Գրզիկը, որը եղել է Ստեփանոս Սյունեցու հետ միաժամանակ սովորել է Աթենքում։ Աթենքում սովորելուց հետո նրանք երկուսով սկսել են թարգմանել գործեր, որոնք երաժշտական են, եւ այդ երաժշտական գործերը պիտի հետագայում ծառայեին հիմք Ստեփանոս Սյունեցու կողմից շարակնոցի ստեղծման համար։ Դրա համար Գրձիկի հետ միաժամանակ նրանք այդ գործունեությունը սկսում են ծավալել։ Դրանք բաներ են, որոնք մաս են կազմում գրչակենտրոնի։ Չի կարող այս բոլոր նյութերը հենց այնպես ի հայտ գալ։ Դա պիտի կատարվեր որոշակի գրչական համակարգով։ Այսինքն մի բան գրվում է, իսկ այդ գրվածը պիտի դառնա գրչության արվեստին համարժեք։ Այս սրբավայրի հետ կապվում են մի քանի ավանդություններ։ Դրանցից մի քանիսն առնչվում են թաթար-մոնղոլ նվաճող Լենգ Թեմուրին։ Վերջինս լսելով, որ Գեղարդավանքում են պահվում հայոց հոգևոր ու նյութական գանձերը, Զորքին հրամայում է պաշարել այն եւ իր մոտ բերել Սուրբ Գեղարդը։ Զորքի հարձակման պահին նրանց դեմ են դուրս գալիս երկնային գերբնական բյուրավոր զինվորներ, որոնց տեսնելով Թեմուրի զորաբանակը սարսափահար փախչում է, նրանցից շատերը կուրանում են, շատերն էլ անշնչացած ընկնում։ Եվս մեկ ավանդապատում կա կապված Լենգ Թեմուրի հետ։ Թաթար զորավարը լսել էր նաև, որ Վիմափոր վանքում մի թանկարժեք ադամանտ է պահվում։ Ցանկանալով տիրանալ գանձին, հասնում է Գեղարդավանք, մոտենում վերցնելու։ Հենց այդ պահին թանկարժեք քարն անհետանում է։ Այդ խորհրդավոր տեսարանը կրկնվում է մի քանի անգամ։ Լենգ Թեմուրը վախենում է ու որոշում վանքին ձեռք չտալ։ Հետաքրքիրը այն է, որ այս ավանդազրույցի հիմքում ճարտարապետական հնարք է։ Մեր միջնադարյան հայ վարպետները փորձել են եկեղեցու վերնամասում
այնպես լուծել ճարտարապետաքանդակային, հա, հատվածը կտրվածքներով, որ երբ արևի լույսը ընկել է դրա վրա, դա ստացել է, այսպես ասած, գրաններով ադամանդի տեսք, արևի տակ փայլել է եւ հեռվից մարդկանց թվացել է, որ ադամանդ է վերնամասում պահվում։ Եվ այդպես փաստորեն մարդիկ ուզեցել են տեր դառնալ այդ ադամանդի։ Գեղարդավանքում ստեղծագործական բեղմնավոր գործունեություն է ծավալել Գրիգոր Գրզիկը, ով հիմնել է Այրիվանքի դպրոցը։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել նաև պատմիչներ Մխիթար Այրիվանեցին ու Սիմեոն Այրիվանեցին, ովքեր մեծ ներդրում են ունեցել կրթության արվեստի զարգացման կարևոր գործում։ Գեղարդավանքն ունեցել է նաև այգիներ, ջրաղացներ, ձիթաններ եւ այլ կալվածքներ։ Հասել է մոտ 20 ձեռագիր Այրիվանքում գրված, որոնք բոլորը գրվել են հենց Այրիվանեցու ժամանակ եւ ընդգրկում են 1422 թվականից մինչեւ 1498 թվականը ներառյալ 20 ձեռագիր, տարբեր բնույթի, տարբեր ծեսի մեջ կիրառվող ձեռագրերից սկսած, վերջացած մեկնություններով, այդտեղ գործում են Ստեփանոս, Եզեկել, Դավիթ, Գրիգոր գրիչները, որոնք թողել են մեկից ավելի ձեռագրեր։ Գեղարդի վանական համալիրը եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային կենտրոն, որտեղ գործել են դպրոց, գրադարան, գրչատուն, կազմվել, գրվել, ծաղկվել եւ ընդօրինակվել են ավետարաններ, սաղմոսարաններ, շարակնոցներ եւ այլ կարևոր ձեռագրեր ու ինքնագրեր։ Այն մեր դարավոր ու հարուստ պատմության արժեքավոր օթողներից է։